մտավորական ազգային գործիչ մարդ, որը իր կյանքը զոհաբերեց հանուն արդարության եւ ճշմարտության։ Խոսքը գնում է Աքսել Բակունցի մասին։ Այս պահին մենք գտնվում ենք Աքսել Բակունցի պետական տուն-թանգարանում եւ իմ զրուցակիցն է տուն-թանգարանի ղեկավար Վարդան Սարգսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչու Աքսել Բակունցը այսօր այդքան չի գտե իր հանդեսատեսը, որտեղ իր կարդացողը, իրանով հետաքրքրվողը։ Սովետական միության տարիներին կարծես թե տրամադրությամբ պետք է ավելի քիչ իր մասին խոսեին, որտեղ ինքը գնդակահարվել էր, ռեպրեսիայի էր ենթարկվել, բայց դպրոցներում անցնում էին եւ այլն։ Այսօր իհարկե կա կրթական ծրագրեր, բայց կարծես թե այդ խղճի մասին խոսքը եւ ճշմարտության մասին խոսքը մի քիչ թե ավելի պակաս է, քան պետք է։ Այսինքն Աքսել Բակունցը դա բավական լուրջ օրինակ է ճշմարտության մասին, սկզբունքայնության մասին։ Խնդրում եմ ներկայացնել, խնդրում եմ տուն-թանգարանի գործունեության եւ Աքսել Բակունցի կյանքի։ Տուն-թանգարանը հիմնադրվել է 1969 թվականին եւ գործում է մինչ այժմ։ Այն Սյունիքի մարզի ամենաերևելի, ամենանշանավոր մշակութային օջախներից մեկն է եւ միշտ էլ ակտիվորեն նպաստել է Աքսել Բակունցի հիշատակի հուշարձանացմանը եւ նրա ստեղծագործությունների պրոպագանդմանը։ Ես այն կարծիքին չեմ, որ մեր օրերում առանձնապես ուշադրություն չկա Աքսել Բակունցի մասին, ճիշտ է խորհրդային տարիներին, հատկապես նրա արդարացումից հետո, 56 թվականից հետո, գիտեք, որ նա 37-ից մինչև 56 թվականը, 57 թվականը արգելված գրող էր եւ նրա գրքերը հավաքվել են բոլոր գրադարաններից։ Հրատարակվել է նրա ակադեմիական 4 հատորը, բարեբախտաբար հետագա ընթացքում մեկ հավարյա ամբողջական հատորի նյութ կրկին կա, կարծում եմ մոտ ժամանակներս դա կհաջողվի նորից հրատարակել եւ վերահրատարակել նրա ստեղծագործությունների ամբողջական ամբողջությունը։ Մենք այցելուների պակաս կարծես թե չունենք, հատկապես վերջին տարիներին, մինչև 2019 թիվը տարեստարի ունեինք այցելուների հոսքի բավական զգալի աճ։ Դժբախտաբար համավարակի նաև պատերազմի արդյունքում 2021-22 թվականներին ունեցանք անկում